Քանի դեռ հայր Բեռնարդ Կինվին Հայաստանում է, նրա կարիքը շարունակում են զգալ Կենտրոնական Աֆրիկայում։ Ավրորա մրցանակի հավակնորդն ամեն օր կյանքը ռիսկի է ենթարկել փրկելով հարյուրավոր մարդկանց, անկախ կրոնական պատկանելությունից։ Քրիստոնյա աշխարհազորայինների եւ մուսուլման ապստամբների միջև քաղաքացիական պատերազմի ժամանակ հայր Կինվին փրկության օղակ դարձավ։ Ճակատագրերը կարևոր են, դրանց մասին խոսելով է հնարավոր կանխել վայրագությունները, վստահ է հոգեվորականը։ Անհատական պատմությունները միշտ էլ հետաքրքիր են, դրանք մարդիկ են, դեմքեր, որոնք դաջվում են մեր հիշողության մեջ, նրանք ապրում են մեր համայնքում, մեր կողքին, կարևոր է իմանալ այդ մարդկանց պատմությունը։ Նոբելյան մրցանակակիրներն ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հայտնի դեմքերը քննարկում են հենց այդ ճակատագրերը, խոսում աշխարհում մարդասիրության ճգնաժամի մասին։ Ավրորայի պատվերով առաջին անգամ հետազոտվել է մարդասիրության ինդեքսը։ Հարցմանը մասնակցել են 6 երկրի 4600 կրթված բնակիչներ։ Պարզվել է, մարդիկ հիմնականում կարեկցում են, բայց երկուսից միայն մեկն է պատրաստ օգնել փախստականներին։ Իսկ օգնության մղողը անհատական պատմություններն են։ Անհայտների ձայները եթե լսելի լինեն, փախստականների խնդիրը մի փոքր կհեշտանա։ Նրանք կրթված մարդիկ են, ունեն իրենց առանձին պատմությունը եւ ուզում են համայնքի մաս դառնալ։ Քննարկման առանցքում սիրիացի փախստականների խնդիրն է եւ տեղահանությունները։ Առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո իրավիճակը շատ չի փոխվել։ Մարդիկ շարունակում են զանգվածաբար տեղահանվել, ստիպված են լքել իրենց հայրենիքը, իսկ խնդիրը միշտ չէ, որ տնտեսական է։ Մարդիկ ավելի շատ ստիպված են լքել իրենց տները բռնությունների ու պատերազմի հետևանքով։ Թույլ տվեք կենտրոնանալ Միջին Արևելքի խնդրի վրա, կարծում եմ խնդիրը բռնապետությունն է, այս տարածաշրջանում քիչ են ժողովրդավարական պետությունները, եթե մեկը նախագահ է դառնում, ապա դա հավերժ է։ Կարևոր են հատկապես ճիշտ հարցադրումները։ Հոլոկոստի ամերիկյան թանգարան ինստիտուտի ներկայացուցիչ Ստիվեն Լաքերտը խոսում է վավերագրության կարևորության եւ խնդիրները բարձրաձայնելու մասին։ Եթե նույնիսկ հարցերը չեն ստանում պատասխան, եթե նույնիսկ պատասխանատուները լռում են, միևնույն է, ճիշտ հարցադրումներն իրենց գործն անում են։ Պետք է ճիշտ հարցեր տանք, որպեսզի կանխենք վայրագությունները։ Ուրախ եմ, որ այստեղ ճանաչում ենք մարդկանց, որոնք իրենց օրինակով փոխում են աշխարհը։ Դոկտոր Էդվարդ Լաքը Կոլումբիայի համալսարանից խոսում է անհատների մասին, որոնք կարող են եւ պետք է ազդեցություն ունենան փախստականների խնդրի լուծման գործում։ Պարտադիր չէ միշտ մատնացույց անել միջազգային դատարանն ու կառավարությունները։ Որոշ կառավարություններ կարող են իներտ մնալ։ Մեր աչքի առաջ բազմաթիվ այդպիսի օրինակներ ունենք։ Պետք է մարդկանց առաջ մղելու միջոցներ գտնել։ Կառաջարկեի մասնավոր հատվածին ներգրավել այս խնդրում։ Նրանք ունեն մեծ ռեսուրսներ։ Անհատները կարող են փոփոխել աշխարհը եւ իրենց հետևից տանել մարդկանց։ Ավրորա մարդասիրության զարթոնքի մրցանակը հենց այդ անհատների համար է։ Որտեղ էլ լինենք, աշխարհի որ անկյունում էլ ապրելիս լինենք, մենք իրոք կարող ենք կարևոր քայլեր ձեռնարկել ու փոփոխել աշխարհը։ Վստահ եմ, որ միասին անելու ենք դա։ Մարդու իրավունքների պաշտպանության գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ Հինա Ջիլանին ուշադրություն է հրավիրում հատկապես փախստականների հարցը քաղաքականացնելու խնդրի վրա։ Սա կարող է ավելի վտանգավոր հետևանքներ ունենալ։ Փախստականներն իրական մարդիկ են եւ ոչ պարզապես թվեր։ Նելի Հարությունյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։